Պարոն Մինասյան, չէիք լսում Գյուրեղյանի ելույթը։ Չէիք լսում Գյուրեղյանի ելույթը միջև հիմա։ Չէիք լսում։ Չէ, բա չէիք լսում։ Բա չէիք լսում Պարոն Մինասյան։ Գյուրեղյանին, պահանջեիք պարոն Արշակյանից, որ Տիկին Գյուրեղյանին բանանի, ասի մի վիրավորեք։ Բա խի չասեցիք։ Ոնց ասի ինչ ասեք։ Բա գնա լսի։ Լավ էլի պարոն Մինասյան, խնդրում եմ էլի եկեք գգաք ելույթ կունենաք կարտահայտվեք։ Պարոն Մինասյան, տեղից Հիմա ես էլի եմ ասում, ձեզ չի սպառնում ոչ կրթությունը, ոչ նորաձևությունը, որովհետև դուք ի սկզբանե կատարյալ Ժիգուլի եք, դրա նկարագրությունը տվել եմ։ Տգիտության մասին եք խոսում, դուք տգիտության լաբորատոր նմուշ եք, տեղով։ Դանին-Կրյուգերի էֆեկտն եք, էդ էլ եմ տվել։ Դուք մարդ եք, ով որ այսօր բան Երևանի չէ, Հայաստանի համալսարաններից մեկում դասա տալիս, բայց էլի չեմ դադարի հնչեցնել, երբ որ ասում էր բանը, Բագրատը մտավ Վանաձոր, Անձրևը կտրվեց։ Դա ո՞նց կարելի է բնագետը, բնագիտության վերաբերյալ դասավանդող մարդը ո՞նց կարա տենց բան ասի, ժողովուրդ հասկա, ցնդաբանությունը, եկել աստե կրթությունից է խոսում մարդը։ Եկել է կրթությունից է խոսում, ինչ որ տերմիններ է բանանում, այստեղ ճամարտակում եւ այլն եւ այլն։ Կամ ասենք, բանը ինչքան կարելի է հատկապես ձեր խմբակցության որոշ անդամների կողմից գալ եւ այդպես թիրախավորել վարչապետի կնոջը։ Հատկապես այդքան իջնելով, այդքան էժանանալով։ Ես ուրիշ բացատրություն չեմ կարող գտնել, բացի նրանից, որ դուք ուղղակի դժբախտ մարդ եք։ Միայն դժբախտ մարդը սեփական կյանքում դժբախտ մարդը կարող է այնքան իջնել, որ գա այստեղ եւ վարչապետի տիկնոջ մասին խոսելիս այդքան իջնել։ Եկեք քաղաքական խոսք ասեք, փորձեք ձգտեք քաղաքական խոսք ասել, ձեր քաղաքական խոսքին կարելի է գալ անդառնալ, բայց այդ աստիճան պետք չի ընկնել։ Ասում եք իշխանությունը պահելու մոլուցքի մասին միայն կարող եք հպն մտածել։ Մենք իշխանությունը պահելու մոլուցք չենք ունեցել, դրա համար դուք այդտեղ նստած եք հիմա։ Հենց հիմա դրա նստած եք, որովհետև վարչապետը հրաժարական է տվել 2021 թվականին։ Իմ քայլը խմբակցության падգամավորները վայր են դրել իրենց մանդատները, որպեսզի լինի խորհրդարանական ընտրություններ, որ դուք էլ մանդատները վերցրեք, գաք այդտեղ բան անեք, հանգրվանեք այդ աթոռների վրա։ Ու հիմնականում էլ զբաղվեք պարազիտությամբ, որովհետև որ նայում ենք ձեր քաղաքական գործունեությունը, դուք հիմնականում պարազիտանում եք այս ժողովրդի եւ այս պետության հարկատուների վրա։ Հիմա եկել եք, չգիտեմ ինչեր եք խոսում։ Կրթությունից եք խոսում, ծաղրում եք կրթություն։ Բա իհարկե դուք պետք է ծաղրեք կրթությունը, որովհետև դա ձեր բանին դեմ է։ Ձեր կոդին դեմ է, ձեր ասում եք մեր քաղաքակրթական կոդը, բայց ձեր քաղաքակրթական կոդին դեմ է, ո՞նց պիտի դուք դրա մասին առանց ծաղրելու խոսեք։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։